Բնականաբար դրական հույսեր, դրական սպասելիքներ եւ պետք է ասենք մի օր չէ Ալիևին։ Ու այդ մի օրը պետք է ուժեղանանք, որ ասենք։ Իսկ ես Նիկոլ Փաշինյանի հետ ուժեղ իրենց չընտրեք, իրենք սահմանադրական մեծամասնություն չլինեն, երկրում պատերազմ կլինի, ցանկացած ընդդիմադիր ուժ լինի։ Մենակ ասելով խաղաղությունը երբեք չի գալի։ Ես էլ ուզում եմ դեղին Porsche ունենամ։ Հիմա որ ասեմ կունենամ, չեմ ունենա։ Դա համար պետք է միջոցներ ներդնեմ, որպեսզի կարողանամ ունենամ իմ դեղին Porsche, օրինակ։ Նիկոլ Փաշինյանը ըստ իս ընդհակառակ ամեն ինչ անում է, որ պատերազմ լինի։ Որտեղ մի պաս բանաձև կա։ Մենք չենք քեզ իջելու, որովհետև դու ես երկրի տերը չես։ Ու հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանը չի։ Բայց իշխանությունները պատրաստում են սահմանադրություն փոխել։ Ինչ եք կարծում, ինչպեսի սահմանադրություն ենք ունենալու, եթե իրենք վերընտրվեն եւ այդ սահմանադրությամբ ինչպեսի Հայաստան ելնելու։ Փաշինյանը ասում է 4-րդ հանրապետություն ենք ունենալու։ Գիտեք, մի հատ ֆրանսիացի լավ դերասան կար, ասում է, որ ձեր հետույքում ծաղիկներ եք դնում, դա չի նշանակում, որ դուք ծաղկաման եք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իրան ծաղկամանի տեղ է դրել։ Չի մտածում, որ Ալիև ուղղակի ծաղիկներ է տնկում համապատասխան վայրում։ Հիմա Ալիևը վաղը չէ մի սորասի ուրիշ բան, էլի ուրիշ բան է անելու ինքը։ Այսինքն եւ սահմանադրության փոփոխությունը ես կապում եմ միայն ու միայն Ալիևի պահանջի հետ։ Ինչ ասի Ալիևը,